Ողջույն, ես Աննան եմ։ Դուք Տաբուի YouTube-յան հարթակում եք։ Այսօր եւս շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ հյուրս նույնպես անչափ հետաքրքիր է։ Զրուցելու եմ կառավարման համակարգերի մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, հոգեբան Թամարա Գևորգյանի հետ։ Ողջույն Թամարա։ Ողջույն Աննա։ Ուզում եմ մեր խոսակցությունը սկսենք ձեր երիտասարդական տարիքից, որովհետև այդտեղ ինձ համար մի շատ հետաքրքիր կետ եմ բացահայտել։ Հետաքրքիր է որն է կետը։ Ինչպես ստացվեց, որ 15 տարեկանում ձեզ ընտրեցին սովորելու Լենինգրադում, եթե չեմ սխալվում, եւ ընդամենը քանի հոգի էին արժանացել այդ ընտրությանը։ Կհիշեք կարծեմ դուք, որ կար Արտեկ ճամբար, հատուկ ձևաչափով էին ընտրվում այնտեղ ովքեր պիտի գնան եւ այլն։ Եվ հերթական անգամ Հայաստանից պատվիրակություն կար, այդ տարի Ելցինը նախագահ էր եւ Ռուսաստանի նախագահի մասին է խոսքը։ Նոր ձևաչափ էին ընտրել, որոշել էին, որ պարտական դպրոցը փոխվի լիդերության դպրոցի, կառավարման դպրոցի եւ ընդունելության ձևաչափներ էր այլ։ Մի խոսքով Արտեկ ճամբարում շատ պատահական եկան մասնագետներ, անցկացրեցին հարցազրույցներ, դիտարկումներ, քննություններ եւ ես 10-րդ դասարանում էի սովորում։ Երբ որ ստացանք նամակ, որ դուք ընդունվել եք Սանկտ Պետերբուրգում պետական կառավարման ակադեմիա եւ այլն։ Ծնողներս զարմացած էին, մտածում էին, երբ որ ես ասացի, որ նման բան է տեղի ունեցել, մտածում էին իրենց երեխայի հետ մի բան այն չէ, եւ այնպես ստացվեց, որ 10-րդ դասարանի զուգահեռ որոշում կայացվեց, կրթության նախարարությունը այդ որոշումը ընդունեց եւ մի քանի հայ երիտասարդներ, պատանիներ հայտնվեցինք Սանկտ Պետերբուրգի պետական կառավարման ակադեմիայում։ Ինչքան սովորեցիք Լենինգրադում եւ վերադարձից հետո ինչ տեղի ունեցավ, ինչ առաջարկներ ստացաք, ինչպես փոխվեց ձեր կյանքը։ Այդ պայից սկսած արդեն փոխվեց կյանքը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դժվարին փուլ էր մտել, մի ամբողջ համակարգ փլուզվել էր եւ անկախացման ընթացքն էր։ 96 թվականին ես վերջացրել եմ Պետերբուրգում կրթությունը։ Մենք առաջինն էինք ծիծեռնակները պետական կառավարման մասնագիտացմամբ։ Հիմա շատ մոդայիկ է դարձել իհարկե կառավարումը, բոլորը աճուծախ խոսում են մենեջմենթից, մենք առաջին ծիծեռնակներն էինք եւ այդ ընթացքում արդեն ստացանք հրավեր եւ բոլորս ըստ էության ներգրաված էինք կառավարման համակարգում, Գերագույն խորհրդում որպես փորձագետներ, հետո արդեն տարբեր պետական պաշտոններ, եթե հակիրճ փորձեմ ասել։ Այո, հակիրճ, բայց ամեն դեպքում ունեմ հարցեր, որոնց մասին ուզում եմ խոսենք։ Նախ մենք հասակակիցներ ենք եւ երբ հիշում եմ այդ ժամանակաշրջանը իսկապես շատ բարդ էր։ Կինը կառավարման ոլորտում երբևէ մտածել եք այդ մասին, թե ուղղակի կյանքի բերումով դա ստացվեց, որովհետեւ հիմա կանայք ամենուրեն, այն ժամանակ դա այդպես չէր, այն էլ կառավարման ոլորտում։ Այդ առաջնորդի կարողությունները դեռ վաղ հասակից ընդգծված էր, բայց սրան զուգահեռ նաև շատ սիրում էի երաժշտությունը, պարը, մշակույթը առհասարակ։ Եվ մի պահ եղավ, որ ընտրանքի առաջ կանգնած լինելով, ինչ-ինչ հանգամանքների բերումով, միգուցե նաև ծնողներիս կարծրատիպային մտածողության արդյունքում ավելի շատ կշեռքի նժարը թեքվեց դեպի այս ուղղությամբ, բայց այս ամենը եղել է կյանքը, ես միշտ ասում եմ, կյանքը հոսող ջուր է եւ երբ որ ջուրը հոսում է, ինչ որ տեղեր կանգառներ են լինում ամեն դեպքում, եւ այդ կանգառներից մեկը եղավ այդ ընտրությունը։ Իհարկե շատ բարդ էր։ Բարդ էր, որովհետեւ հասարակությունը, մասկուլին հասարակության մեջ իսկ մեր հասարակությունը այդպիսինն է, շատ դժվար է ընկալել, որ կինը կարող է լինել առաջնորդի դերում, առհասարակ։ Բայց տարբեր խոչընդոտներ հաղթահարելով, տարբեր էտապներում, կյանքի տարբեր փուլերում, լինելով երկար տարիներ եւ պետական կառավարման մեջ, վերջին մի 6 տարին առնվազն բիզնես կառավարման մեջ, ես հասկացել եմ, որ եթե դու զբաղվում ես քո սիրած գործով, ուրեմն դու նաեւ պիտի պատրաստ լինես գնալու առաջ անկախ այդ խոչընդոտներից։ Խոչընդոտները շատ են եղել։
Երբ որ ես հիշում եմ կառավարության նիստերը, երբ ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն էի, այդ հայացքները, որովհետեւ մեր տիպի հասարակություններում շատ հաճախ հարց է առաջանում, թե ով ես դու, ում աղջիկն ես դու, ում կինն ես դու, ում սիրուհին ես դու, եւ այլն եւ այլն եւ այլն։ Երբ որ այդ ամենի մեջ դու ուղակի դու ես, սա եզակի դեպքեր են լինում եւ մարդիկ զարմանում էին այդ թվերին։ Ամեն դեպքում փոփոխություններ նկատում եմ, հիմա մեր հասարակությունը կարծես թե որոշակի տրանսֆորմացիաներ ապրել են, չեմ ասի, որ շատ մեծ, թվացial միգուցե մեծ, բայց խորքային իմաստով դեռ անելիքներ շատ կան։ Աշխատանքային այդ կանգառներից մեկն էլ ինձ համար զարմանալի, հետաքրքիր, բայց նաև կարծում եմ շատ խոսելու հնարավորություն մեզ ընձեռող զինվորական դատախազությունն էր, որը իմ կարծիքով ամբողջությամբ տղամարդկային մի համակարգ է, եթե ես ճիշտ գիտեմ։ Եվ այդ համակարգում, դե եթե ոչ ամբողջությամբ, ապա ըստ մեծի մասի։ Եվ այդ համակարգում երիտասարդ աղջիկ, որը քիչ առաջ ասացիք ինքնուրույն է հասել այդ ամենին, բավականին ինձ թվում է դժվար ճանապարհ է եղել։ Ինչպես ձեզ ընդունեցին այնտեղ։ Բավականին բարդ էր այս որոշմանը գալ, որովհետև այո, մեծ իմաստով դա դժվար կառույց է, ինձ համար ոչ այդքան ծանոթ կառույց էր, բայց հետ չկանգնեցի այդ որոշումից։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ Օй, եկեք հիմա թվերը որպեսզի չխաբեմ, բայց 25-ը չէր անցնում։ Չէ, 25-ը չէր անցնում հաստատ։ 22-23 մի խոսքով։ Եվ պատկերացնում եք երիտասարդ աղջիկ հայտնվում է զինդատախազությունում, ամբողջությամբ փոխում է կյանքիդ ամեն մի էմոցիա, զգացողություն, պատկերացումներ, այսինքն մի այլ աշխարհ ես դու մուտք գործել, եւ այդտեղ բոլորը սենց նայում են, թե ով է եկել, ես ինչի համար է եկել, ես ինչ է անելու, տարբեր էմոցիաներ։ Իհարկե, ես չեմ կարող բողոքել, որ ինձ հետ կոմունիկացիան ինձ մոտ միշտ լավ է ստացվել, թե կանանց հետ, թե տղամարդկանց հետ։ Բայց ի սկզբանե կներեք, վախ կար, որովհետև մուտք ես գործում մի վայր, որին այնքան էլ ծանոթ չես, դու երիտասարդ ես, եւ տղամարդիկ ինչպես կընկալեն քեզ որպես աշխատող։ Տարբեր մոտեցումներ են, եղել, մեկը մտավախություն է ունեցել, մեկը զգուշություն է ունեցել, մեկը հետաքրքրություն է ունեցել եւ այդ ամենի միջով ես անցել եմ։ Այդ հայացքներն եմ նկատել, այդ պատերի տակ զրույցներն եմ հասկացել եւ այլն եւ այլն։ Բայց երբ որ դու ինքդ քո հետ հանգիստ ես եւ դու չունես որևէ խնդիր քո եսի հետ, այդտեղ միայն մնում է թե ես ինչ պիտի անեմ, այսինքն գնամ եւ կարողանամ մի դրական բան, մի փոփոխություն, իսկապես նոր է համակարգը, եթե կարող եմ ինչ-որ մի բանով պիտանի լինել։ Ժամանակի ընթացքում այս ամեն ինչը հարթվեց։ Ժամանակի ընթացքում մենք իրար ճանաչեցինք եւ շատ ջերմ եւ հարգալից մթնոլորտում, շատ բարդ էր, որովհետեւ ամեն դեպքում զինվորի մայրերն էին այնտեղ հայտնվում, դատախազությունը ինքնին բավականին բարդ կառույց է եւ հատկապես զինդատախազությունը, դրա համար տարբեր են եղել օրերը, բայց միանշանակ շնորհակալ եմ այդ ճանապարհին։ Աշխատանքային գործունեության ինչ որ հատված հասկացանք, բայց ես ուզում եմ, որ մենք խոսենք նաև անձնական կյանքի մասին, եւ քանի որ դուք արդեն մի քանի տարի է ընդունում եք նաև ձեր այցելուներին որպես հոգեբան, կարծում եմ հոգեբանը պետք է բաց լինի անձնական հարցերի համար։ Այո։ Ես գիտեմ, որ զինվորական դատախազությունը ձեզ համար շրջադարձային եղավ, քանի որ այդտեղ հանդիպեցիք նաև ձեր ապագա ամուսնուն։ Այո։ Ճիշտ գիտեք։ Ինչպես դա տեղի ունեցավ, արդյոք արագ տեղի ունեցավ, անմիջապես դա նկատեցիք, թե՞։ Այդտեղ էլ կա մի հետաքրքիր պատմություն, ուրեմն մինչև կհատկացնեին ինձ ծառայողական մեքենա, զինդատախազը կանչում է քննչական ծառայության ղեկավարին եւ ասում է, որ ամենահուսալի քննիչին խնդրի, որ անհրաժեշտության դեպքում, եթե Թամարան ինչ-որ կարիք ունենա, իր մեքենայով փորձի օգնել, հա։ Եվ այդ ամենահուսալին դարձավ իմ ամուսինը։ Բոլորովին
իսկապես չկար որևէ միտք, անգամ այդ մտքից ծայրով, հա, ինչ որ բան որ չի անցնում, ուղղակի մարդկային այնպիսի հարաբերություններ ձևավորվեցին, հետո ես ինչ որ մի պահ ամեն դեպքում ինտուիտիվ մակարդակում, հա, ինչ որ բաներ զգում եմ, բայց դու քեզ թույլ չես տալիս ինչ որ բաներ մտածել, որովհետև այդտեղ կար նաև մեկ այլ պատմություն, Դավիթը, այսինքն իմ ապագա ամուսինը, ինքը ամուսնացած էր եւ որևէ կերպ ինձ համար դա տաբու էր։ Ձեր հաղորդման վերնագիրը տաբու էր եւ տեսեք կյանքը ինչ հետաքրքիր շրջադարձային կարող է լինել մարդու համար եւ անցավ որոշ ժամանակ եւ մենք դարձանք ամուսիններ։ Այսինքն երբ դուք հանդիպեցիք, նա դեռ ամուսնացած էր։ Երբ մենք աշխատանքային հանդիպման մասին է խոսքը, զինդատախազությունում ես սկսեցի աշխատել, այո, իմ ապագա ամուսինը ամուսնական հարաբերությունների մեջ էր եւ բալիկ էր ծնվել, բայց այնտեղ հարաբերությունները կարծես թե ավարտվել էին։ Ամենակարևոր բանը, որ իմ կյանքում տեղի ունեցել, որ հայրս իր ամբողջ խստությամբ ինձ կանչեց առանձին զրույցի, ասեց մի հարց ունեմ քեզ տալու, նայի աչքերիս մեջ։ Սիրում ես։ Ասի այո, սիրում եմ։ Ասեց դե ուրեմն գնա քո սիրո ճանապարհով։ Եվ դա եղել է ինձ համար բեկումնային։ Եվ այդպես մենք դարձանք ամուսիններ։ Հետաքրքիր է, արդյոք չկար մտավախություն, որովհետև երբ որ կյանքդ սկսում ես մի մարդու հետ, ով արդեն անցյալ ունի եւ ոչ միայն նախկին կին, այլ երեխա, դա բավականին բարդ գործընթաց է։ Մտածել եք այդ մասին այն ժամանակ, թե ոչ։ Մտածել եմ, Աննա ջան, մտածել եմ այն կարողությամբ, որ ես ունեի այդ տարիների ընթացքում։ Մտածել եմ, անգամ եղել է պահ, որ ասեմ Դավիթ, չենք ամուսնանում։ Հարսանիքի օրը որոշված էր եւ ինչ որ մի պահ ես որոշեցի, որ չէ, մենք չենք ամուսնանում, որովհետեւ ընդհանրապես կարծում եմ էմպաթիա ունեցող մարդը չի կարող անտարբեր անցնել, որովհետեւ այնտեղ կար արդեն մի մարդ, կին եւ երեխա, որը խոցելի վիճակում է։ Բայց հարաբերությունները կրկնում եմ ունեն երկու կողմ պատասխանատվությամբ եւ եթե երկու հասուն մարդ որոշել են, որ այլևս իրար հետ պիտի չլինեն, ես այդտեղ անելիք չունեմ։ Իսկ իրենք այդպես էին որոշել։ Երեխան ինձ համար միշտ պարգև է։ Այսինքն ես շատ եմ սիրում երեխաներ եւ նաեւ եթե շատ անձնական պատմություն, անգամ երբ որ իմ տղան ծնվել էր եւ ես աշխատում էի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, մի շրջայցի ժամանակ մանկատանը մի աղջիկ երեխա եկավ եւ փաթաթվեց ոտքերիս եւ ես ուղղակի չեմ կարող նկարագրել ինձ հետ ինչ տեղի ունեցավ։ Միքայելը այդ ժամանակ ընդամենը 10 ամսական էր եւ ես եկա տուն, նստած էր ամուսնուս մայրը եւ ամուսինս, ասացի մենք երեխա ենք որդեգրելու։ Այս երկուսը ես չգիտեմ այդ ինչ էմոցիայով եմ ասել։ Բառ չասացին, ուղղակի sense ապշած նայեցին ինձ։ Հետո երեկոյան երբ որ խոսում էինք, ասաց լավ, ինչ է հետդ կատարում, ասում եմ, չէ, ասում եմ, խնդրում եմ, եթե իսկ մենք նաև ընկերներ ենք, չէ, մարդ ենք, որ իրար հետ խոսում ենք եւ այլն, հա, որովհետեւ ամուսիններ լինելու մեջ շատ նուրբ բաներ կան։ Հաջորդ օրը ասենց վեր եմ կացել այդ մտքով եւ գնացել եմ նախարարություն եւ ասել եմ, որ ես ուզում եմ որդեգրել, բայց մայր օրենսդրությունը թույլ չէր տալիս, որովհետև նախ այդ երեխան ուներ եւս քույրեր եւ եղբայրներ եւ ծնողները չէին հրաժարվել եւ դա տեղի չունեցավ։ Ինչու ես ասացի սա, որովհետև Դավիթի աղջիկը, այսինքն առաջնեկը որ կար, փոքր տարիքում շատ հաճախ գալիս էր մեզ մոտ եւ ինձ համար մինչ այսօր ես շատ ուրախ եմ, որ Միքայելը եւ Յուլիան իրար հետ նաեւ իրենք են իդեպ հարթել այդ ճանապարհը, որովհետև մենք ծնողներով շատ դժվարություններ ենք արել, իրենք քույր ու եղբայր կարողացել են այդ ճանապարհը հարթել եւ իրենք հիմա շատ լավ հարաբերությունների մեջ են։ Ինձ համար սա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։ Այսինքն ծնողները պիտի ունենան այդ հասունությունը երեխաներին չխառնել իրենց անձնական հարցերին եւ դա իրենց անձնական պատասխանատվությունն է։ Այսինքն մենք պիտի կարողանանք իհարկե ազնիվ լինել, պատմել, տարիքին համապատասխան
այդ տարիքին բնորոշ հաշվի առնելով նրանց խոցելի վիճակը, էմոցիաները եւ այլն, իսկ արդեն ավելի հասուն տարիքում կարծում եմ ամենակարևորը բանը դա բացախոսությունն է, անկեղծ զրույցն է, բացատրելը, որ կյանքը տարբեր է եւ կարող են տարբեր իրավիճակներ լինել։ Թամարա, այնուամենայնիվ ձեր կյանքում եւս տեղի ունեցավ ամուսնալուծություն եւ ուզում եմ հարցնել, արդյոք երբ հիմա հետ եք նայում, մտածում եք, որ կարելի էր խուսափել դրանից։ Գիտեք, այստեղ միանշանակ պատասխան չկա։ Դու սիրահարվում ես, սիրում ես, դրանք տարբեր էտապներ են։ Այդ ժամանակ կարծում եմ յուրաքանչյուր մարդ, եւ կին եւ տղամարդ, ես չեմ ուզում տարանջատենք, մենք ունենում ենք էմոցիաներ, պատկերացումներ եւ այդ պահերին երբեք չես մտածում, որ դուք կարող եք իրար հետ չլինեք։ Եվ հատկապես իմ եւ Դավիթի տանդեմը բոլորովին չէր ենթադրում այլ ընթացք։ Բայց կյանքը տարբեր է եւ ես մեզպիսի արտահայտություն ունեմ, բոլորը միշտ հարցնում են, այդ ինչպես է լինում, ասում եմ պետք է սիրելով ամուսնանաս, սիրելով բաց թողնես։ Որտեւ երբ որ գալիս են հարաբերություններում, արդեն գալիս է ինչ-որ փուլ, երբ որ էմոցիոնալ մտերմությունը չկա, հուսալիությունը կարծես թե տեղի է տվել, բավականին բարդ հարց է եւ սա շատ ինդիվիդուալ հարց է, հա, ինչպես մարդը կարող է վարվել։ Տարբեր սցենարներ կարող են լինել։ Ամեն դեպքում ես կայացրեցի որոշում, որ որքան էլ որ դա բարդ է, որքան էլ որ դա դժվար է եւ իդեպ իմ կյանքի ամենաբարդ փուլում եմ այդ որոշումը կայացրել, որովհետեւ մայրս այդ ժամանակ հիվանդանոցում էր եւ կյանքի եւ մահվան խնդիր կար, քաղցկեղ էր մորս մոտ։ Կարծես թե աշխարհը այսպես գլխից փուլ է գալիս, երեխատ փոքր է, ընդամենը 6 տարեկան, ու դու կանգնած ես նորից ինչ որ этаպի մեկ այլ փուլ անցնելու եզրագծին։ Եվ այդ որոշումը կայացվեց իմ կողմից ու կարծում եմ, որ այն կարողությունները, այն հնարավորությունները, այն պատկերացումները, որ մենք երկուսով ունեինք, մեզ բերեցին այդ հանգրվանին։ Այսինքն պետք չի այստեղ մեղավորներ փնտրել։ Յուրաքանչյուրս արել ենք այն, ինչը հասկացել ենք, որքան որ եղել է մեր գիտակցությունը։ Այլ բան է, որ առհասարակ որևէ մի բանի պատասխանատվություն շատ կարևոր է, որ քո մասը դու վերցնես, իսկ դիմացինին թողնես իր պատասխանատվությունը։ Իմ խորին համոզմամբ ամուսնալուծությունից ամենաշատը տուժում են երեխաները։ Այդ քայլը անելուց արդյոք մտածում էիք Միքայելի մասին եւ ինչպես կարողացաք հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որ առաջանում է մոր մոտ, երբ որ երեխան կամ երեխաները իմ դեպքում մնում են առանց հայր։ Կարծում եմ այս թեման նաև ձեզ համար օտար չի, Աննա ջան։ Օրինակ, ես ինքս կարող եմ ձեզ հարցնել, սա չի նշանակում, որ ես խուսափում եմ։ Ես կասեմ իմ կյանքի պատմությունը, բայց սիրով կուզեմ նաև ձեզ լսել։ Իմ պարագայում այսպես էր։ Այստեղ ոչ միայն ասում եմ շատ բարդ փուլ էր իմ կյանքում եւ ես հասկանում եմ, որ ես վերջ կյանքի ղեկը վերցնում եմ իմ ձեռքը եւ իմ պատասխանատվությունն է ու պիտի կարողանամ անցնել սրա միջով։ Իհարկե շատ դժվար է, շատ բարդ օրեր եմ ունեցել նաեւ Միքայելի հետ, շատ դժվար օրեր եմ ունեցել ինքս ինձ հետ հարց տալով, որ արդյոք այս որոշումը ճիշտ էր, արդյոք այլ տարբերակ չկար, բայց ամուսնալուծությունը չի լինում մեկ օրվա ընթացքում։ Սա ինչ-որ ընթացք է եւ այդ ընթացքի մեջ երբ որ դու տեսնում ես, որ դու արդեն ունես մաշվածություն, էմոցիոնալ մաշվածություն, շատ ավելի կարեւոր է հասկանալ երկու կողմը, ծնողները պիտի հասկանան, որ երեխայի համար շատ ավելի կարեւոր է միևնույն է, դժվարությունները կան, էմոցիաները լինելու են եւ այլն հարցերը միշտ լինելու են, միգուցե նաեւ մեղադրանքներ, բայց այստեղ է որ գալիս է հասուն մարդու գիտակցությունը, որ երեխան պիտի ավելի առողջ եւ սիրո մթնոլորտում մեծանա։ Երբ որ հարաբերություններն արդեն տեղի են տալիս, էլի շատ սուբյեկտիվ է այս հարցը, ամեն մարդ ինքը պիտի պատասխանի։ Բայց վերցնել պատասխանատվություն եւ հետո կարողանալ երեխայի հետ խոսել, սա էլ կարծում եմ շատ ավելի ճիշտ ճանապարհ է։ Ամեն դեպքում ինձ համար սա է եղել այն ճանապարհը, որով որ ես անցել եմ եւ կարողացել եմ նաեւ բոլոր դժվարությունների միջով ավելի ամրացած, ավելի խորը կյանքը հասկանալով
ավելի մոտենալով դեպի հոգեբանությանը, որովհետև կարծում եմ հոգեբանությունը ընտրելը նաև պատահական չի եղել, կառավարման հմտությունների, այդ ցանկությունների, կրթությանը զուգահեռ ես միշտ եղել եմ հոգեբանության մեջ։ Եվ կյանքը բերեց, որ ես ավելի մասնագիտական, այսինքն ֆորմալ կրթություն նաև ստանամ, եւ 20 թվականի ցավալի պատերազմը անմիջապես բերեց ինձ այն դաշտ, որ ես նաև այստեղ պիտի կարողանամ ինձ դրսևորել եւ պիտանի լինել։ Եվ այդտեղից սկսվեց նաև որպես հոգեբանի իմ փորձառությունը։ Քանի որ սկսվեց նաև այդ փորձառությունը, ուզում եմ մի հարց տալ։ Ինչ կարծում, ինչն է պատճառը, որ ամուսնալուծությունների թիվն ավելացել է։ Նախկինում մենք այսքան ամուսնալուծությունների ականատես չենք եղել եւ հիմա շատ ենք հանդիպում, որոնք են կամ որն է գլոբալ խնդիրը, որ մարդկանց ստիպում է անել այդ քայլը եւ հաճախ շատ կարճ ժամանակահատվածում որոշում կայացնել ամուսնալուծվելու։ Նախ ես չեմ մոռացել, որ ես էլ եմ ձեզ հարցրել, թե դուք ինչպես հաղթահարեցիք։ Ես ուղղակի կասեմ, որ դեռ հաղթահարում եմ, որովհետեւ դա շատ բարդ ճանապարհ է եւ քանի դեռ երեխաները այն ինքնուրույնությունը չունեն, որ ծնողը լինի հանգիստ, այդ փուլը դեռ հաղթահարման process-ում է եւ ես դեռևս հաղթահարում եմ այդ հարցերը։ Տեսեք Աննա, դուք ասում եք, որ ամուսնալուծությունների թիվը կարծես թե ավելացել է։ Մենք պիտի առհասարակ կարողանանք դիտարկել եւ անվախ խոսել, թե մեր հասարակությունը ինչ արժեքներով է ապրում։ Եվ սա բերել դեպի յուրաքանչյուրը իր կյանք։ Որպես կանոն մարդիկ խուսափում են խոսել իրենցից։ Նույն հոգեբանները, ես կարծում եմ, սա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ առհասարակ հոգեբանությունը պիտի լինի երկրորդ կրթություն, որովհետև մարդը պիտի հասունանա, ինչ որ ճանապարհ անցնի, որ նոր հասկանա ինչու է ինքը ընտրում հոգեբանությունը, որ ոչ թե դա մոդայիկ է եւ այլն, եւ հոգեբանները իրենք պիտի անցնեն իրենց սեփական հոգեթերապիան, որ կարողանան իրենց թույլ տան առհասարակ մարդու հետ գործ ունենալ։ Ինչ վերաբերում է բաժանություններին, մենք սրա երևի տողատակով դավաճանության մասին ենք խոսում նաև կանրադառնանք դրան դեռ, որովհետև տեսեք, իսկ մենք ինչ արժեքներ ենք փոխանցում, ինչի շուրջ ենք խոսում։ Կարծում եմ պատասխանատվության զգացումը բավականին տեղի է տված։ Երկուստեք նկատի ունեք։ Առհասարակ, այո, երկուստեք։ Ես այստեղ սեռերի չեմ բաժանում, երբ որ ասում եմ պատասխանատվություն, ուղղակի կան բազային կարիքներ։ Տղամարդն ունի իր բազային կարիքները, կինը ունի իր բազային կարիքները, ինչ է ուզում կինը, այս հարցը շատ են տալիս եւ այլն։ Հիմա մենք երկու կանանցով զրուցում ենք, ինչ ենք ուզում մենք։ Ես կարող եմ իմ մասին խոսել եւ փորձել իմ փորձից ելնելով նաեւ իմ դիտարկումներն ասել, Կինը ուզում է ցանկալի լինել։ Կինը ուզում է հուսալի տարածքում հայտնվել, կինը ուզում է անվտանգություն, այսինքն այն տղամարդուն, որ կինը ընտրում է, ինքը ենթադրում է, որ դա այն մարդն է, ում գրկում կամ այդ տարածքում հայտնվելուց ինքը ավելի հուսալի վիճակում է, ավելի անվտանգ վիճակում է, ավելի պաշտպանված վիճակում է, ինչ է ուզում տղամարդը։ Տղամարդու բազային կարիքները միշտ հիշենք, որ որսն է, իրեն կարևոր զգալը, իրեն առաջնային դերում զգալը, ինչու ոչ, ուտելը, սեռական կյանքը, ասենք, եւ երբ որ դերերը խառնվում են հասարակության մեջ, մենք շատ ենք ծայրահեղացնում, երբ որ մենք ասում ենք կնոջ ազատություն կամ առհասարակ խոսում ենք ազատություններից, մենք ամենաթողությունը խառնում ենք ազատության հետ, շփոթում ենք ազատության հետ։ Եվ հետո լինում են տարբեր, մարդու տարիքը դեռ չի նշանակում, որ մարդը էմոցիոնալ հասուն է։ Էմոցիոնալ հասունությունը եւ պատասխանատվության զգացումը հատկապես, մենք պիտի կարողանանք վաղ հասակից երեխաների մոտ ձևավորել։ Հիմա եթե մենք հետահայաց նայենք մեր կյանքին, մենք շատ բան կտեսնենք հենց մեր ընտանիքներում։ Հատկապես երբ որ տարբեր սեռեր են լինում, վերաբերմունքը մայրերի, դուք էլ ունեք տղա, ես էլ ունեմ տղա, շատ ցավոտ թեմայի եմ անդրադառնալու եւ գիտեմ, որ կարող է նաեւ քարկոծեն, հումորով ասեմ, զինդատախազությունում, քանի որ հիմնական տղաներ էին աշխատում, ասում էին, «Թամար, եթե մեր կանայք քո հետ շփեն, բոլորը մեզանից բաժանվելու»։ Ասում եմ, բայց ինչի են բաժանվելու։ Ասում եմ, դե որովհետեւ էսի խելքները կհասնի, կսկսեն ամեն ինչ նկատել ու հասկանալ։ Ես ասում եմ, իսկ ինչի եք դուք խափում։ Այս ամեն ինչի տակ կա մի հատ բաց կարիք։
ընդհանրապես դավաճանությունը կամ բաժանությունները երբ որ տեղի են ունենում, նախ սրան անդրադառնամ, որ այս պատասխանատվության պակասն է, որ շատ զույգեր կամ երիտասարդներ sense թեթև են նայում։ Այսինքն իրենք խառնում են, քանի որ մարդիկ հասունանում են, հորմոնները խառնում են իրար, պիտի առաջի պաչիկը տեղի ունենա, առաջի սեռական հարաբերությունները պիտի տեղի ունենան։ Հիմա եկեք նայենք մեր հասարակությունը այս ամենին ինչպես է նայում, ինչպես է արձագանքում։ Այդ վատ սովորությունը, այս սիրելի լսողներ, դիտողներ, որ հատկապես արական սեռի ներկայացուցիչներին առաջին սեռական փորձը լինում է տրավմատիկ։ Փոխարենը դա տեղի ունենա այն մարդու հետ, ում նկատմամբ ու կա էմոցիա, դա տանում են մեկ այլ կնոջ մոտ փորձառու, հիմա այդ բառերը այդպես չշռայլենք, հա, եւ չգիտեմ, քերին, հորեղբայրը, եսիմով կամ հավանդական ինչ-որ հիմար բաներ, այսինքն արդեն մեր առաջին էմոցիան խեղված է լինում, չէ՞։ Կամ որքանով են կարողանում աղջիկները խոսել իրենց մայրիկների հետ այդ թեմայից, որքանով են մայրերը կրթում իրենց երեխաներին, որքանով են բացատրում, որովհետև այդ առաջին էմոցիան, սրանք շատ կարևոր բաներ են, մենք ինչպես ենք ապրում, հետո մենք դա է լինում նաև այն փորձառությունը, որի հիման վրա շատ բաներ կառուցում ենք։ Մենք իբրև հասարակություն սովորենք անկեղծ լինել, ոչ թե մեղադրել, այլ դու տղամարդ ես, այսպիսինն ես, կամ ամենահիմար արտահայտությունը, հա, որ բոլոր կանայք նույնն են, բոլոր տղամարդիկ նույնն են, որ նույնն են, էլ ինչի ենք, ինչի շուրջ ենք մենք խոսում։ Գիտեք, ամենապարզ բանը է, որ մարդու օրինակ հանդիպում է, ասենք պատկերացրեք մենք հանդիպել ենք, ես ձեռքս մեկնել եմ, ասում եմ բարև ձեզ Աննա։ Դուք ինչ եք անում առաջ իրակցիան, չէ՞։ Ձեռքը պատասխանում եք։ Հիմա պատկերացրեք զույգերի մեջ, զույգերից մեկը մի քիչ ավելի հասուն է լինում, եւ ձեռքը մեկնում է, որ հարաբերությունները կարողանա վերականգնել։ Մյուսը չի մեկնում այդ ձեռքը։ Հիմա երբ որ դիմացինը չի մեկնում այդ ձեռքը, ինչպես կարող են հարաբերություններ լինել։ Երիտասարդները շատ կարևոր է, որ հասկանան եւ այդ մոդելը տեսնեն։ Ամեն դեպքում մենք ինչ որ մշակույթի կրող ենք, ինչ որ կոնցեպտներ ենք մեր հետ բերում, եւ մինչեւ մեր սեփական կոնցեպտներն ենք ձևավորում։ Այն ազդեցությունն այնքան երկար է լինում, որ այս արանքում էլ ամուսնություններ են տեղի ունենում, էլ բաժանություններ են տեղի ունենում, էլ չգիտեմ տրագեդիաներ, հիասթափություններ, ինքնասպանության փորձեր, դեպրեսիաներ եւ այլն։ Բայց այս ամեն ինչի հիմքում երկակի ստանդարտներն են, կարծում եմ, որովհետեւ հայ մայրերը, հայ մայրերը, ես ասացի այս թեման, որ կարող է շատ սկանդալային լինել, հայ մայրերը մինչև իրենց աչքի վերջի են, որ մի օր ծնվել ենք, մի օր մահանալու ենք, շատերը, բոլորի մասին չեմ խոսում, ես ինքս զգուշ եմ խոսում, որովհետև ես ինքս նույնպես տղայի մայր եմ, հա, չեն կտրում պորտալարը, երեխաները չեն սեպարացվում, սա կապ չունի, իրեն երկրում են ապրում, իրենց տանն են ապրում, որտեղ են ապրում, չեն սեպարացվում։ Եվ այդ պորտալարը չկտրելը, օրինակ, հա, կին, որը որ ինչ-ինչ պատճառներով, չգիտեմ, այն ավանդույթներից ելնելով ընտրություն է կատարել, սիրելով չի ամուսնացել, այդպես էլ ամբողջ կյանքը ինքը չի հասկացել, թե դա ինչ էմոցիա է, ճնշված է եղել այդ էմոցիաները, հա, մենակ ֆիզիկական բռնության մասին չենք խոսում։ Եվ այս կինը ունեցել է տղա, վերջ, ամբողջ ֆոկուսը այդ տղայի վրա։ Հիմա այս տղայի անձնական տարածքը տեղ որտեղ կարող է լինել։ Հետո էլ հələ մի այլ մեղքի զգացում, բա ես քեզ պահել եմ, բա ես քեզ մեծացրել եմ, բա դու, բա եւ ու գնաց, այս շղթան գնաց, այսինքն անառողջ հարաբերություններ են։ Եվ այստեղ հայտնվում ենք ծուղակում։ Կներեք, կարող ենք օրինակ ասել, որ միայն հայ չէ, ընդհանրապես մայրական դաստիարակությունը շատ կարևոր է եւ առաջին հերթին պետք է կրթել մայրերին։ Ես կարծում եմ, որ եւ մայրերին եւ հայրերին։ Այստեղ էլ չեմ ուզում տարանջատում մտցնենք։ Ուղղակի ինչ ենք մենք անդադ մայր ասում, որովհետեւ հիմնականում, հա, տղամարդիկ ավելի շատ են զբաղված, ավելի շատ են լինում դրսում եւ երեխայի հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում մայրը։ Հիմա էլ այդպես։ Կարծում եմ ոչ։ Ես միշտ սիրում եմ, երբ որ պատասխանների մեջ ամեն դեպքում նաև գիտականությունն ենք պահում։ Այդպիսի վերջին հետազոտության ծանոթ չեմ Հայաստանի Հանրապետությունում, բայց փոփոխությունները ամեն դեպքում զուտ այն ինչը մենք տեսնում ենք, հա, այն ինչը մենք տեսնում ենք, որ որոշակի ներգրավվածություն, օրինակ ես շատ հաճախ հիմա հանդիպում եմ, որ երիտասարդ զույգերը, հայրերը եւ մայրերը միասին երեխայի հետ դրսում են, զբոսնում են եւ այլն։ Սա շատ
ուրախալի պատկեր է, հա։ Հիմա եթե սրան էլ գումարենք նաև այդ պատասխանատվությունը եւ հասկանանք, որ մենք մարդիկ ենք, ում միջոցով լույս աշխարհ են գալիս էլի մարդիկ։ Այսինքն արդեն այս մարդը առանձին մարդ է։ Մենք ընդհանրապես պետք է կարողանանք երեխային սեր տալ, անվտանգության տարածք տալ, հնարավորինս փորձենք բացատրել ինչ որ բաներ, բայց թույլ տանք, որ երեխան ինքը ընտրի, սխալվի, սայթակի, որքան էլ դա մեզ համար ցավալի է։ Ես հիմա պատկերացնում եմ իմ տղան, որ սա նայում է, մեջ արդեն ինչքան հարցեր կան, որ գնամ տուն ասեմ, մամ, բա դու, իհարկե, էս էլ կա, այսքան են չի, որ եթե դու հոգեբան ես, դու ամեն ինչ գիտես, դու ամեն ոչ, ես ձերպես մարդ եմ, ձերպես մեկն եմ, ով իր բոլոր խնդիրներով հանդերձ կարողացել է իր համար որոշում կայացնել, գնալ եւ առերեսվել սեփական խնդիրներին, դեմ առ դեմ, ոչ թե թաքցնել, ոչ թե խորամանկել, ոչ թե կեղծել, այլ առերեսվել եւ հետեւություններ անել։ Եվ այս հետեւությունները շատ կարեւոր են, որ լինի խաղաղության կետից։ Որովհետև շատ մարդիկ կան, որ նախ մարդու համար փորձությունները տարբեր են։ Յուրաքանչյուրը այլ կարողություններ ունի եւ մեկի համար էս մի խնդիրը լուրջ խնդիր է, մյուսի համար սա պրիմիտիվ խնդիր է, հա։ Կարողանալ չչարանալ։ Եվ կարողանալ, եթե ինչ-որ մի բան տեսնում ես, որ այնչի ներողություն խնդրել, խոսել։ Մեր հասարակության մեջ երկխոսությունը բացակայում, որովհետև այ հայ մայրերը եւ հայ հայրերը, օրինակ, տղան ինչպիսին պիտի լինի, տղան չպիտի լացի, չպիտի հուզականություն չպիտի ունենա, այսինքն չխոսի, այս մարդը մարդ չի։ Եվ այս տղան այդպես դաստիարակվում է, եւ հետո այդ տարածքը ո՞րն է, որ իր կնոջ հետ ինքը միշտ այնտեղ ուզում է ուժեղ երևալ։ Կինն էլ դե զսպի, դե համբերի, այս ամեն ինչի ծայրահեղացումն է, կարծում եմ, բերել բաժանությունների այս թվին եւ անպատասխանատվությունն է, որ բերել է բաժանությունների այս թվին, եւ եթե մենք կարողանանք բերենք բալանսի, հասկանանք, որ առաջինը թույլ տանք իրար լսել։ Հենց սկսենք լսել, նկատել, խոսել, լսել եւ անվախ լինել ու մերկանալ։ Շատ հաճախ զույգերը իրար առաջ չեն կարողանում մերկանալ։ Մերկությունը միայն էլի հագուստը չի, հա։ Այսինքն թույլ տալ իրար ճանաչել։ Գիտեք ինչքան մարդ կա, որ ինքն իրեն չի ճանաչում, ինքն իրեն թույլ չի տալիս ճանաչել։ Արդյոք դա հասարակության խնդիրը չէ նաև, երբ մարդը վախենում է բարձրաձայնել, թե ով է ինքը։ Իհարկե հասարակության խնդիր է, Աննա ջան, բայց երբ որ մենք հասունանում ենք, մենք գիտեք ինչ, այդ տրավմաները կան, հա, ամեն ընտանիքում տարբեր ձևերով, մանկատան երեխաները իրենց խոցելի տեղերն ունեն, ընտանիքում մեծացած երեխաներն իրենց խոցելի տեղերն ունեն, ամուսնալուծվածները, մահվան դեպքերը եւ այլն տարբեր են։ Հիմա պատկերացրեք, այդ ամեն ինչը մենք անդադ պատասխանատվությունը դնենք այս դեպքերի վրա, բա ուր է մեր հասունությունը։ Երբ որ դու արդեն հասուն ես, ինքդ քեզ պետք է ասես շատ լավ, իմ կյանքում սա տեղ է ունեցել։ Հիմա որտեղ եմ ես։ Վերլուծել, ընդունել, հասկանալ, հետևություն անել եւ շարժվել առաջ։ Կյանքի մեջ լինելն է ամենակարևորը, կարծում եմ։ Լինել կյանքի մեջ։ Ոչ թե ձև տալ, որ մենք ապրում ենք, այլ լինել կյանքի մեջ։ Մեր հասարակության մեջ ձևին շատ ավելի տարածք է տրված, քան բովանդակությանը։ Ես կարծում եմ դա շատ խորքային հարց է եւ խորքային խնդիր է, որի լուծումը երևի թե ժամանակ է պահանջում։ Այնքան լավն են երիտասարդները։ Ես ձեզ ասեմ, որ օրինակ նույն իմ այցելուները, ես շատ ուրախանում եմ, որ երբ որ հարց են ունենում, դիմում են մասնագետի։ Նախ շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, որովհետև հարցեր կան, որ ուղղակի ընկերները, երբ որ դու ունես ընկերներ, խոսում ես, շփվում ես կամ ընտանիքդ քեզ համար են հուսալի տարածքն է, որտեղ դու կարող ես դմբոյություններ անել, սխալվել եւ այլն, այստեղ էլ արդեն շատ հարցեր լուծում են, այսինքն պարտադիր չի ամեն մի խնդրով վազել հոգեբանի մոտ, հա, չէ, էս էլ այդ մոդան, օրինակ, չեմ կարծում, որ այդքան տեղ ունի լինելու, բայց եթե հարցերը կրկնվում են եւ չի բավարարում, այո, հա, չի բավարարում, ամենաճիշտ ճանապարհը դիմելն է մասնագետին։ Այ հետաքրքիր է, արդեն 5 տարի, չէ՞, արդեն 5 տարի այցելուներ եք ընդունում եւ մոտավոր կարող եք արդեն ինձ ասել, թե հիմնական խնդիրը, որի համար դիմում են, ո՞րն է, եթե փորձենք ձեր սեփական մոնիտորինգը
անցկացնել եւ ասել, որն է այդ խնդիրը, ինչն է մարդկանց մոտ հոգեկան տրավմա առաջացնում։ Հարաբերությունները։ Հիմնական հարցը իհարկե հարաբերությունները, դա միայն ամուսնալուծությունը չի, ամուսնանալը չի եւ այլն, առհասարակ հարաբերությունները։ Մարդը ուզում է, որ իրեն հասկանան, մարդը ուզում է, որ իրեն ընկալեն եւ իրեն ընդունեն։ Շատ պարզ մարդկային կարիքներ են սրանք։ Եվ այստեղ սեռային տարբերակում չի կարելի դնել։ Ուղղակի մենք միշտ պիտի հիշենք, որ մենք ունենք բազային կարիքներ, եւ եթե այդ բազային կարիքները բաց են մեզ մոտ, յուրաքանչյուրս յուրովի գնում ենք դրա հետևից։ Մեկը էմոցիոնալ բաց ունի, գնում է փնտրում է այդ էմոցիոնալ բացը ինչպես լրացնի։ Մեկը սեռական կյանքի բաց ունի, գնում է փորձում է լրացնել։ Մեկը ամբողջ կյանքում էկոնոմիկ հարցը իր համար այդ բաց է եւ փորձում է այդ խնդիրը լրացնել։ Եվ այսպես շատ բացեր կան։ Այ երբ որ մարդը կարողանում է իրեն թույլ տալ հարց տալ, ես ինչ եմ ուզում, այ վերջին անգամ դուք կամ մեր օպերատորները, կամ մեզ լսողները, ես պիտի խնդրեմ մի պահ ուղղակի դադար վերցնեք եւ հարց տաք ձեզ։ Ինչ եք ուզում, որտեղ է ձեր ցանկությունը։ Եվ արդյոք մենք գնում ենք այդ ճանապարհով։ Երբ որ ուսանողներին ես հարցնում եմ կամ ասում եմ երազանքը, ասած շշմած նայում են, որովհետեւ պարզվում է մարդիկ վաղուց արդեն այդ դադարը չեն վերցրել եւ չեն մտածել իրենց ցանկության մասին։ Շատերը ինքնահոսի ապրում են, շատերն ապրում են ինչ-որ մեկի ինչ-որ բան ապացուցեն, որովհետեւ ինչ-որ կարծրատիպեր կան, հասարակությունն ասում է, այսպեսին պիտի լինի, այսպեսին պիտի լինի, բայց ո՞նց ապացուցեմ։ Այդ դավաճանությունների հիմքում էլ է դա ընկած։ Այսինքն որևէ մեկը, որ գնում է դավաճանում է, բացի այդ ֆիզիոլոգիական եւ այլն, որ տղամարդիկ կարող են, կանայք էլ են դավաճանում, զուգահեռ կարող են մի քանի մարդու սիրել։ Գիտեք, տարբեր խնդիրներ կան։ Մեր հասարակության մեջ, օրինակ, այդ կարծրատիպը կա, ինձ շատերը հարցնում են, ախր լավ էին հարաբերությունները, ինչ տեղի ունեցավ, ասեմ, ինչ տեղի ունեցավ, ինչի նորություն է, որ պիտի ասեմ, որ հայ տղամարդկանց մեծամասնությունը շատերը լավ, այսպես ասեմ, երբ որ կինը հղիանում է, իրենք ունեն կարծրատիպ, որ այդտեղ արդեն սեռական հարաբերություններ չպիտի լինեն։ Հետո երբ որ կինը մայրանում է, արդեն վերջ, գնաց սրբացումը, բա սրբի հետ էլ ինչ հարաբերություններ։ Սրբի պետք է սրբի պես գանք, պաշտենք, տանը ամեն ինչ sense լինի, հարմար լինի, բան գնանք, տեսնենք այնտեղ էլ ինչ հետաքրքիր էմոցիաներ կան։ Ծիծաղում ենք, չէ՞, բայց դա այդպես է արդարացնելու միջոց է ուղղակի։ Անա ջան, ոչ, այստեղ թույլ տվեք չհամաձայնել, արդարացման մասին չէ։ Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր մարդ ինքը ունիկալ է։ Ուղղակի, տեսեք, մենք իմ կարծիքով բնության մեջ ինչ կա ունի հիշողություն։ Մարդը բնության որպես եւս մի հետաքրքիր մաս, մարդը ունի գաղափար։ Եվ երբ որ մարդը իր գաղափարները, իր մտածողությունը, հա, հիշողությունը արդեն ասացինք, որ ըստ էության բնության մեջ ամեն բան ունի հիշողություն։ Հիմա մարդը պիտի տարբերվի իր մտածողությամբ։ Մարդը կարող է տարբերվել, որ ես այն էմոցիան, որ զգում եմ, այն բնության պահանջը, այն կենթանականը, որ շատ հաճախ մենք անվանում ենք, հիմա ես ինչ եմ անում, ես պիտի մտածեմ, չէ՞։ Մտածողությունը ինչի համար է մեզ տրված։ Որ տարբերակեմ, ինչ եմ կորցնում, ինչ եմ շահելու։ Թե չէ, եկեք ազնիվ լինենք, դուք չեք հավանում, տարբեր մարդկանց, որ տեսնում եք, էմոցիաներ չեն, ես չեմ հավանում, իհարկե կան, բայց մենք հասկանում ենք, չէ՞։ Մենք մտածում ենք, մենք մտածող, բանական էակ ենք։ Հիմա եթե բանականությունը հանում ենք, մենք ինչ ենք դառնում։ Կենթանի։ Թե չէ հետաքրքրություններ ունեն բոլորը։ Բայց մենք պիտի հասկանանք, կրկնում եմ, վերլուծենք։ Այս որ բացս է, որ ես ուզում եմ վազեմ այնտեղ, դրսում լրացնեմ, որովհետև ինչ դատախազությունում էլի վերադառնամ դրան, ծիծաղում էին, փորձ էին անում, տղաներով տենց ինչ որ ախր դու չզանգեցիր, չհարցրեցիր, ուր ենք, ինչ ենք եւ այլն։ Որ կարիքն էին իրենք բավարարում։ Այդ կարևոր զգալու, հա։ Հիմա տեսեք, տարբեր ենք, բոլորս տարբեր ենք, բայց կարողանալ, եթե մենք անգամ սայթակել ենք, սխալվել ենք, ինչ-ինչ պատճառներով, ինչ որ կարիքներ բավարարելու համար ինչ որ գործողություն ենք արել, կարողանալ վերադառնալ, երկխոսել եւ հասկանալը
կարծում եմ շատ կարևոր է։ Այսինքն այստեղ էլ չլինել շատ ծայրահեղ, բայց եթե երևույթները կրկնվում են, դա նշանակում է զույգերից մեկը հասուն է, մյուսը հասուն չէ, եւ այդ հասունի ճանապարհը ինքը պիտի ընտրի։ Ուզում է այդ փշոտը ճանապարհը ինքը շարունակել, որտեղ դու չես կարող, դու ձեռք մեկնում ես, արդեն այդ օրինակը բերեցի, եթե դիմացինը ձեռքը չի մեկնում, ուրեմն ինքը դեռ իր ժամանակը չէ։ Ուրեմն ինքը դեռ էմոցիոնալ հասունություն չունի, այդ պատասխանատվությունը չի ձևավորվել, այդ ինֆանտիլ վարքագիծը կա, եւ քանի դեռ ինքը չի որոշել զբաղվել ինքն իրենով, հարց տալու թե ես ով եմ, ինչ եմ ուզում եւ ուր եմ գնում, մենք ոչինչ չենք կարող անել։ Հիմա շատ են խոսում այն մասին, որ ամեն ինչ սկսում է նրանից, որ մարդը պիտի ինքը իրեն սիրի։ Արդյոք սա է իսկապես մեր բոլոր խնդիրների լուծման առաջին քայլը։ Էս էլ է ծայրահեղացված իմ սուբյեկտիվ կարծիքով։ Որտեղ մեկը դրա տակ հասկանում, ինչպես ազատությունը, հա, սիրելու տակ հասկանում ենք, sense միայն էգոիստական ինչ որ մի բաներ, այսինքն էմպաթիան վերանում է, զգացողությունը վերանում է։ Սիրել նշանակում է թույլ տալ ինքդ քեզ ճանաչել։ Երբ որ դու քեզ սկսում ես ճանաչել, դու նաև հասկանում ես, որ նույն բանը կարող է դիմացինը եւ երկու տարբեր մարդիկ, դա կապ չունի, զույգեր են, ընտանիք է, ընկերական հարաբերություններ են, թույլ տալ ճանաչելուց է սկսում, թույլ տալ։ Այսինքն, եթե ես օրինակ, տեսեք, ամենապարզունակ օրինակը բերեմ, հայ իմ ընկերները հիմա կարծում եմ կծիծաղեն։ Ես այսպեսի մի բան ունեմ, ես սուրճը հատուկ ձևով եմ սիրում խմել, հատուկ ասելով, բան ինձ համար պետք է սուրճը պատրաստված լինի միայն մեկ գավաթ։ Այո։ Եվ ես սիրում եմ օրինակ այս տիպի բաժակից խմել այդ սուրճը։ Հիմա սա ինչ է, էգոիզմ է, թե սեր է։ Ես ընդհանրապես հասկացել եմ, որ ես այդպես եմ սիրում։ Հիմա ո՞րն է այդտեղ խնդիրը։ Երբ որ դիմացինս էլ ունենա էլի նման ցանկություն, որ ինքը այդպես է սիրում։ Այդ թույլ տալ, հասկանալ դու ինչ ես սիրում եւ դա փոխանցել, չանցնելով, այսինքն այստեղ շատ նուրբ եզրագիծ կա։ Այդ ինքդ քեզ սիրին չի նշանակում դիմացինին տրորի։ Անցի, չգիտեմ։ Ինքդ քեզ սիրի նշանակում է ինքդ քեզ թույլ տուր ճանաչել քո միտքը, քո հոգին, քո լեզուն, քո մարմինը, քո վարքագիծը։ Հենց դու քեզ ճանաչես, աշխարհում գույները փոխվում են։ Անկամ հայացքդ է փոխվում տարբեր երևույթների հանդեպ։ Ամեն ինչի հանդեպ փոխվում ես, բայց այդ քայլը թույլ տալ ճանաչելու մարդիկ կան ծնվում են այդպես էլ գնում են այս աշխարհից, իրենց թույլ չեն տալիս ճանաչել։ Կամ չեք լսել արտահայտություններ, բայց այս մարդուն ես այսպես չգիտեմ, այսինքն մեկը, որը արդեն ավելի հասուն է եւ ուզում է ինքն ճանաչել, վերագնահատել, ընկերները փոխվում են, շրջապատը փոխվում է եւ այլն, ոնց են այս Աննան ոնց է փոխվել, այս Թամարան ոնց է փոխվել, բայց այդ դրա տակ այլ բան կա, այս մարդը ուղղակի գնում է իր ճանապարհով եւ իրեն ճանաչելով։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ դեռ մնացել են, դեռ ինչ որ հեքիաթներ են պատմում եւ այլն եւ իրենք չեն ուզում իրենց խնդիրների հետ բախվել, այդ մարդիկ մնալու են այդ վիճակում։ Թամարա, իհարկե թեմաները շատ են քննարկելու, բայց ես ուզում եմ ավարտել մեր զրույցը հետեւյալ հարցով։ Մենք ամեն մեկս ունենք մեր խնդիրները եւ այդ խնդիրները տարիներ շարունակ կուտակվելով բերում են նրան ինչ ունենք այսօր, որտեղից պիտի ամեն մարդ սկսի, ինչ պետք է անի, որպեսզի մեր հասարակությունը ինչ որ մի օր լինի այնպեսին, ինչպեսին որ մենք ենք ուզում եւ ինչպես դուք ասացիք, թույլ տանք մեկս մյուսի առաջ մեր կանալ, լինել պարզ, բաց եւ անկեղծ։ Հասարակությունը որպեսզի փոխվի, մենք պիտի սկսենք մեզանից։ Այս պահից փորձենք նախ ծայրահեղ չգնահատել են երևույթները, որոնք որ մեզանում առկա են։ Այսինքն մենք լինելով բոլորս մարդ մսից ու արյունից պիտի հասկանանք, որ որևէ երևույթ միշտ իր տակ ունի ինչ-որ պատմություն։ Դա անգամ ամենադաժան հանցանքը կատարած մարդը անմեղության կանխավարկածը պահում ենք կամ ինքը միշտ ունի ասելու թե ինչի է ինքը այդպես դաժան վարվել։ Այսինքն հասարակությունը սեր ասածը այնքան ենք սիրո մասին խոսել, ասենք պարզունակ ինչ որ բան դարձրել։ Բայց այո, այդ պարզունակությունը վատ բան չի, բայց մենք պետք է հասկանանք, երբ որ ես ասում եմ սեր ու ակնկալում եմ սեր, ես որքանով եմ ինքս
սիրում եւ պատրաստ եմ սեր տալ։ Եվ սիրո կետից ու այդ խաղաղության կետից թույլ տալ, որ յուրաքանչյուր ոք անցնի իր ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը միևնույն է, տարբեր է լինելու, բայց այդ ճանապարհի մեջ թույլ տալ հասկանալ, թույլ տալ զգալ, թույլ տալ ապրել, այլ ոչ թե այսպես անենք, որովհետև ասել են այսպես է ճիշտ։ Այսպես վարվենք, որովհետև այդ ում ճիշտն է, այդ ում որովհետևն է, այդ ում պիտի ներնեն։ Հասկանում եմ, որ խնդիրները տարբեր են։ Հեշտ չի խոսել, հատկապես մարդիկ, տեսեք, մենք փոխվեցինք պլանային տնտեսությունից, եկանք անկախության։ Հիմա տեսեք, ինչ վայրկյանական արագությամբ մեր կյանքը փոխվում է, հա, արհեստական բանականություն կա, մենք չենք կարող կռվել դրա հետ, դա արդեն կա։ Դա մեր գործիքներից մեկն է։ Հիմա նույնը ոչ թե պետք է կռվել, այսինքն դեմ, այլ լինել հանուն։ Հանուն ինչի եմ ես սա անում։ Ոչ թե ինչի դեմ եմ ես անում։ Հանուն։ Այս հանունը հասկանանք, մենք բոլորս խորոշունչ քաշենք, թույլ տանք ապրել, սկսենք ապրել։ Ոչ թե ձև տանք, որ ապրում ենք։ Թույլ տանք մենք մեզ զգալ, ճանաչել, տեսնել մեր բոլոր դրսևորումներով, բայց լինել կյանքի մեջ։ Կարծում եմ, սա շատ կարևոր է, որ ես ինքս այսօր գնամ եւ մտածեմ այն ինչն էր, որ կարող եմ մի հատ այլ հայացք նետել եւ այլ տեսանկյունից դիտարկել ու շարունակել։ Ու լինել երկխոսության մեջ, ոչ թե լռել, որովհետև իհարկե շատ հարցեր կան, որ լռությունը շատ հարցեր է լուծում, բայց երբ որ ես ասում եմ երկխոսել, սա նշանակում է թե կա հարց, անպայման հարցը բարձրացնել եւ խոսել սեփական զգացողության մասին, ոչ թե մեղադրել, օրինակ ասել Աննա, այ դու սենց գնահատական տալ, որ դու այսպես վարվեցիր, այնպես վարվեցիր, հա, այլ ասել օրինակ Աննա, գիտես, այ դու այս իրավիճակը որ տեղի ունեցավ, ես զգացի, ցավ զգացի։ Դա ինձ ցավեցրեց։ Ու խոսել սեփական խոսել եւ լսել։ Սեփական զգացողությունների մասին կարողանալ խոսելը շատ կարեւոր է։ Կարծում եմ, այստեղից որ մենք սկսենք, բավականին հետաքրքիր տարածքում կհայտնվենք։ Հուսով եմ այդ տարածքում շատ շուտ կհայտնվենք։ Մտածողության, միմյանց լսելու, հարգելու եւ կարեկից լինելու, կարողանալ ընդունելու մեր տարբերությունները։ Շնորհակալ եմ, որ եկաք եւ բավականին հետաքրքիր զրույց ունեցանք իսկապես։ Ես էլ եմ շնորհակալ։ Մարդ, ով որ չի վախեցել կյանքի ապտակներից, միայն այդ մարդը կարող է հյուր հրավիրել եւ կարողանալ խոսել իրական կյանքից։ Աննա ջան, ես էլ եմ ձեզ շնորհավորում, որովհետեւ ձեր զրույցները իրական կյանքի մասին են։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ ձեզ նույնպես դուր է գալի այն ամեն ինչի մասին մենք խոսում ենք։ Ես Աննան եմ, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում եւ եթե իսկապես հավանում եք մեր հաղորդումները, միացեք մեզ։ Հանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեա Գինին։ Այն ունի ոչ միայն հրաշալի համ, այլև հոգի։ Համտեսիր Կինեան։ Զգա գինու հոգին։